Գիտեմ, որ դուք էլ ակնկալում եք այս դատավճիռը, որովհետև Միքայել Սրբազանին դատապարտում են աննախադեպ բանի համար, խոսելու համար, հարցազրույց տալու համար, կարծիք արտահայտելու համար։ Արդյոք պատրաստ եք այս դատավճռին, 2 տարին քիչ չէ, հա, ինչպես ասում են։ Այո, պատրաստ ենք, ու պատրաստ ենք հենց այն առումով, որ բնական է, որ Սադանան պայքարելու է Աստծո խոսքի դեմ։ Մենք մեր ժողովուրդը պետք է սա հասկանա, որ այստեղ չարի ու բարու պայքար է, այստեղ ինչ որ քաղաքականություն չի, մենք քաղաքականությամբ չէ որ զբաղվում ենք, այլ մենք մեր բուն գործով ենք զբաղվում, առաքելությամբ, որն որ չարի դեմ պայքարն է։ Իսկ թե հիմա չարը ինչի է նույնականացել այսօրվա իշխանության հետ եւ կամ իշխանությունը ինչի է նույնականացել Սադանայի ուրիշ գործերի հետ, այդ արդեն ժամանակի բերումով մեր Տերն էլ է ասում, որ գալու են չար ժամանակներ, երբ որ իշխանությունները հալածելու են քրիստոնյաներին։ Հիմա այդ ժամանակն է հասել, ցավում եմ, որ դա հասավ նաև այն երկրում, որը առաջինն է ընդունել քրիստոնեություն, եւ երկրի ղեկավարը, որը իրեն հորդորում է քրիստոնյա, հայ եկեղեցու զավակ, եւ ինքը ես հիմա ուզում եմ ասել, որ ամենապարզ լկտին է, որովհետեւ չի կարա քրիստոնյան եւ եկեղեցու զավակը իր հոգեվորականին, իր հոգեվոր հորը դատապարտի ու այն էլ հերիք չէ կեղծ մեղադրանքներով մի հատ էլ հնարավորինս շատ պատիժ տալով, այսինքն 2 տարին բավական մեծ պատժաչափ է կոնկրետ այս հոդվածի համար։ Այս հոդվածով փաստաբանները նշեցին, որ բազմաթիվ գործեր են եղել ու կարծեմ նույնիսկ չի եղել գործ, որ այս հոդվածով ազատազրկվեն։ Այս դատական process-ը ապացուցեց Նիկոլ Փաշինյանի քրիստոնեության հետ կապ չունենալու, նաև իր կուսակցության քրիստոնեության հետ ոչ մի կապ չունենալու, հայ եկեղեցու հետ ոչ մի կապ չունենալու մասին։ Սա լավագույն վկայությունն է եւ ուրիշ վկայություն պետք է չի սպասել։ Սա նաև եկեղեցուն ուղղված հարված էր, այո, որովհետև Միքայել Սրբազանը համարվում է հայ առաքելական եկեղեցու արժանավոր ամենածանրակշիռ հոգևորական։ Այո, եկեղեցուն ուղղված հարված է, քանի որ այդ արարած չէ, չարարած նշանակում է Աստծուց չարարված, այդ Սադանային ենք ասում, էլի, այդ չարարածը ասել էր, որ վեհապարի դեմ է դուրս գալու, իսկ Սրբազանը ասել էր վեհապարի դեմ դուրս գալու համար նախ պետք է հաղթահարեք մեզ։ Իսկ իրանք հիմա ընտրել են այդ ճանապարհը, հեշտով փորձում են հաղթահարել, բայց չեն հասկանում, որ Աստծո դեմ չեն կարող ելնել եւ Աստծո ձայնը չեն կարող լրացնել, Աստծո բերանը չեն կարող փակել։ Այսօր Միքայել Սրբազանին կփակեն, սահմանափակեն, վաղը Աստված մեկ ուրիշի միջոցով կխոսի եւ ճշմարտությունը միշտ հնչելու է աշխարհի վրա, մինչեւ աշխարհի վախճանը, մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը։ Չի լինելու մի ժամանակ, երբ որ ճշմարտություն չհնչի աշխարհի վրա, քանի որ դա Աստծո գործն է եւ Աստծո խոսքն է։ Իսկ Միքայել Սրբազանի հետ ձեր հայրիկի միջոցով կարողացել եք կապ հաստատել, ինչ է փոխանցում, ինչ մտորումներ ունի, ինչ է այս ամենի շուրջ մտածում, ոնց է այս ժամանակը հաղթահարել։ Ես Միքայել Սրբազանին տեսնում եմ, արդեն տեսակցությունը բաց է, այո։ Ես 3 եմ տեսել, տրամադրությունը շատ լավ է, շատ հանգիստ է։ Իր խիղճը իրականում հանգիստ է, քանի որ ինքը ինչ որ մի բան չի արել եւ հակառակ իր խիղճը հանգիստ չէր լինի, եթե ինքը այս ապօրինությունները, այս ազգատավ քաղաքականությունը տեսնելով ձայն չաներ։ Դրա համար ինքը որ ասում է, ես այնտեղ ավելի ազատ եմ, դրա համար է ասում, որ ինքը իրականում այն եզակի ազատ մարդկանցից է հիմա Հայաստանի Հանրապետությունում, ով որ իրենից կախված ամեն ինչ արել է, այս դավադիր, այս նենք իշխանության դեմ երեսը պատռելու եւ ճշմարտությունը հայտնի դարձնելու համար։ Դուք առանձին տեսակցություններ ունեցել եք Միքայել։ Այո, 3 եմ տեսակցել, Սրբազանը լավ է, առողջականը նորմալ է, տրամադրությունն էլ է լավ։ Բժիշկները կանոնավոր այցելում են, ստուգում են ինքնազգացողությունը։ Այո, բժիշկները իրենց բարդականությունը շատ լավ կատարում են այնտեղ,
այդ առումով ոչ մի խնդիր չկա։ Ինքը շակալ ունի, ու մնացածն էլ աշտեն մանրամասներ է, որոնք կրպիտ չէ, այդպեսի բաներ չկա, բայց այդ առումով աշտեն չեմ ուզում շատ մանրանալ առողջական, այդ անձնական գործ է աշտեն։